Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գեղեցիկ լուսանկարով հայտնել է, թե քանի մարդ է գրանցվել Արմեդ համակարգում, որ օգտվի ապահովագրության դեռ շատ անհասկանալի տարրեր պարունակող համակարգից։ Բայց լուսանկարի թվերը տպավորիչ չէին, սպասել էր, ինչպես խոստովանում է հենց ինքը նախարարը։ Տպավորիչը նախարարի Ավանեսյանի թանկարժեք գոտին է, որը Hermes բրենդի գոտի է, Kelly 18 Belt։ Վերևի ձիակառքի լոգոն հենց Hermes-ինն է։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրել է, որ նախարարի գոտին բնական բարձրակարգ կաշի է, ձեռքի աշխատանք, մանրակրկիտ կար ու եզրերի մշակում անցած։ Ըստ պաշտոնական կայքի նախարարի կապած գոտին արժե 1375 ԱՄՆ դոլար։ Մեկ այլ լուսանկարում էլ Անահիտ Ավանեսյանի շարֆիկն է աչքի զարնում, այն Christian Dior է, որը զեղչով արժե 64,000 դրամ։ Հրապարակ թերթը գրում է. Հանրային հեռուստաընկերությունը ձգձգում է քաղաքական, երաժշտական, շոու եւ այլ ծրագրերի մասովկայի մասնակցող հանդիսատեսի վարձատրությունը։ Այսօր կտանք, վաղը կտանք հանդիսատեսը հիմնականում թոշակառուական այք են, որոնց խոստացված գումարն ինչքան էլ չնչին է, բայց մատից մի փուշ կհանի։ Բայց այլևս չեն հավատում դատարկ խոստումներին, մեզ ասացին, որ տարիներով կուտակված պարտքեր կան։ Հեռուստաընկերությունը ոմանց պարտք է 2023 թվականից։ Տարեց կանայք խոստացված գումարները ստանալու պահանջով դիմել են ծրագրերի համակարգողին, բայց պատասխան չեն ստացել։ Ժամերով տաղավարում նստելու հաղորդման ձայնագրությանը մասնակցելը չափազանց օգնեցնող ու ձանձրալի է, բարձր ձայներ, աղմուկ լուսարձակներ։ Մենք այն տարիքում չենք, որ դիմանանք դրան, մեզ այդ ռիսկին մղողը փողն է, որ խոստացել են ու չեն տալիս, ասաց կանանցից մեկը։ Ձանձրալի են հատկապես քաղաքական հաղորդումները, որոնց բովանդակությունը երբեմն իրենք դժվար են ընկալում։ Մեր ներկայությունն ուղղակի ծափեր ապահովելու համար է, երաժշտական հաղորդումները դեռ ոչինչ, գոնե երկու երաժշտություն է, թեև էլի հեշտ չէ ժամերով նստել նայելը, թե ոնց են հաղորդումը ձայնագրում։ Ամենաէժանը Պետրոս Ղազարյանի մեծ բանավեճ հաղորդման հանդիսատեսի վճարն է։ Մեկ հաղորդմանը մասնակցելու համար 1600 դրամ։ Հրապարակ թերթը գրում է. Մեր տեղեկություններով ընտրություններին ընդառաջ ներքին հրահանգ է իջեցվել բանակի ատեստացիայի հանձնաժողովներին, որպեսզի հնարավորինս բարձր գնահատեն զինծառայողների քննությունները եւ հնարավորինս մեծ թվով զինվորականների աշխատավարձեր բարձրանան։ Շատ զինվորականներ, ովքեր մինչ այժմ տարբեր պատճառներով չէին մասնակցում ատեստավորման գործընթացին, քանի որ հաճախ կտրվում էին քննություններից, իմանալով այդ հրահանգի մասին, դիմել են, որ օգտվեն նախընտրական նպաստավոր պահից։ Ավելին իմանալու համար հետևեք Օրագիր Նյուզին։